Դու կարող ես օրերով աղոթել, զբաղվել յոգայով, ինչ-որ հոգևոր բաներ ուսումնասիրել, բայց եթե դա մնում է տեսական մակարդակում, գործնականում դա չի կիրառվում, դա արժե 0 գրոշ։ Այ օրինակ, կարող է լինել հոգևոր մարդ, որը որ հայտնի է շատ, հա, այդ շրջանակներում, որպես հոգևոր մարդ, որպես գուրու եւ այլն, քայլում է փողոցով եւ տեսնում է աղբ է նետած։ Ենթադրենք ինչ որ մեկը ֆանտա է խմել եւ շիշը նետել է գետնին կամ ծամոն է ծամել եւ գցել է եւ սկսում է այս մարդը բողոքել, աննամոթի մեկը, անշնորհք, անդաստիրակ, դու փչացնում ես բնությունը եւ այլն եւ անցնել գնալ։ Հա, դա անշուշտ դա սխալ է, որ աղբը գցում ես, այո, եւ անդաստիրակ են, եւ անշնորհք են, եւ չեն մտածում բնության մեջ, բայց օրինակ ինչպես եմ վարվում ես չեմ ուզում ասեմ, որ ես ինչ-որ հոգևոր մարդ եմ, բայց ես ինչպես եմ վարվում։ Ես վերցնում եմ այդ աղբը, ով ուզում է թափածնի, ես չգիտեմ դա ով անետել, եւ գցում եմ աղբ արկղը։ Օй, ես հիմա տեսնում եմ այնտեղ որոշ մարդիկ կասեն, ինչ ես խոսում։ Ոնց կարելի է այդպիսի բան անել, ուրիշը խոզություն անի, ես էլ վերցնեմ նետեմ, շատերը կմտածին իրանց սիրունիկ մատիկները ոնց կարելի է կեղտոտել։ Հարգելիներս, ոչ մի բան չի լինի, իմ պագոնները չեն իջնի, եթե ես աղբը վերցնեմ եւ նետեմ աղբարկղի մեջ։ Այդպիսով փրկելով մեր բնությունը, մեր կենդանիներին, այդ ծամած ծամոնը շատ կենդանիներին կարող է սատկացնել եւ ընդհանրապես մի լավ գործ անեմ։ Ես վստահ եմ, որ ձեզանից շատերը այդպես կվարվեն եւ խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, ով այդպես կվարվի, իսկ ով ոչ։ Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած դիտողություն, ցանկացած մեկնաբանություն։ Ես վստահ եմ, որ դու կարող ես։